Սիրելի կշարքներ, ասcendenti նշանով եւ արևի նշանով ողջույն, բարի արև։ Այսօր փետրվարի 25-ն է իմ օրացույցով Մերկուրի օրը եւ ես ձեզ կներկայացնեմ մարտ ամսվա համար կանխատեսում էի դեպ վաղը արդեն Մերկուրին դառնալու է հետ ընթաց եւ դա մենք բոլորս զգալու ենք դուք մասնավորապես, որովհետեւ դա կվերաբերի ոչ միայն ձեր գործերին, այլ նաեւ կարող է ուրեմն այստեղ անդրադառնալ առողջական վիճակին վերանայեք, որովհետեւ հնարավոր է շատ կշարքներ անցնեն վիրահատության միջով կամ պարզապես որոշակի պրոֆիլակտիկ այդպես բուժումներ ընդունեն։ Եվ այսպես ներկայացնեմ մարտ ամսին ինչ ունենք։ Բնականաբար հիշեցնեմ, որ փետրվարի 17-ին մենք ունենք արևի ունեցանք կատարվեց արևի խավարումը, հիմա գտնվում ենք խավարման միջանցքում եւ մարտի 3-ին տեղի կունենա լուսնի ամբողջական խավարումը, դա կլինի կույսի նշանում 15:37 րոպե 42 վայրկյան Հայաստանի ժամանակով, արևը եւ լուսինը կհակադրվեն 13 աստիճանում եւ դա գիտեք ձեր 12-րդ տունն է այդտեղ է լինելու եւ սա ասեմ որ ոչ լավ խավարումն է սիրելի կշարքներ եւ շատերը ինչպես որ արդեն նշեցի այստեղ վիրահատության թեմա կլինի, աշխատանքի թեման կլինի, ինչ որ բուժման թեման կլինի եւ մոտ արդեն 2-ին, քանի որ Մարսը մտնում է ձեր նշան մարտի 2-ից մինչև 4-ը ապրիլի 10-ը ինքը լինելու է ուրեմն ձկան նշանում այդտեղ ինքը բնականաբար իրեն լավ չի զգում ջրի մեջ եւ այստեղ առողջական վիճակը նյարդային համակարգը կարող է բավականին լարված լինել, վիրահատություն, պոռթկումներ եւ այլն, այստեղ միանշանակ նորից ես նրանք ովքեր ի վիճակի են զբաղվեն սպորտով կամ այդպես թեթևակի գոնե մարզումներ տանը, հա, ունենան կամ այստեղ ջրի հետ շփումը ավելի տանը ավելի հաճախ աղի վաննաներ ընդունեք սիրելի կշարքներ դա կօգնի իհարկե ում որ հակացուցված չէ եւ ջրի հետ ավելի շատ լողավազան գնացեք շփումը շատ ավելի լավ կլինի ձեր առողջության համար մնացած արդեն բժիշկները կասեն նայած ինչ կարգավիճակում եք եւ ընդհանրապես աշխատանքի լարվածությունն էլ ինքնին կբերի այստեղ նյարդային համակարգ եւ գործերը այդպես դանդաղ են գնում եւ դա սկսում է ավելի նյարդայնացնել ձեզ այսպիսի իրավիճակ է լինելու մարտ ամսին որովհետեւ առավել եւս որ լուսնի ոչ լավ խավարումն է սա եւ ես ես առաջին հերթին խորհուրդ կտայի ուշադրություն դարձնել ձեր առողջությանը չչարաշահել աշխատանքը եւ այդպես ուշադրություն դարձրեք դա շատ կարեւոր է Եվ գիտեք իհարկե հնարավոր է որ ոմանք եթե ճիշտ բուժվեն ժամանակին ճիշտ ժամանակահատվածում հա այդ ամենը արվի իրենք կարող են շատ բաներից ազատվել այդպես շատ հիվանդությունից ազատվել դա միգուցե ոմանց մոտ վիրահատության միջոցով լինի ոմանց մոտ այդպես ուղղակի ներարկումներ եւ այլն ինչեւ է անցնենք առաջ մարտի 6-ին մինչեւ մարտի 30-ը Վեներան ձեր մոլորակն է սիրելի կշարքներ գտնվելու է մտնելու է ձեր հանդիպակաց տուն ահա այստեղ ինքը այդտեղ է հայտնվելու ձեր տունը ձեր տունն է հանդիպակաց նշանը բայց ձեր տանն է դուք էլ հայտնվել եք խոյի սեղ տեղերով փոխվել են եւ ինչ որ որոշակի գիտեք անձնական դաշտում որոշակի լարվածություն անհամաձայնություն կարող եք ինչ որ հարցի շուրջ ուղղակի չհասկանալ իրար չգալ միևնույն եզրահանգման այսպիսի տարաձայնություններ կարող են լինել այնպես որ ուշադիր եղեք եւ ձեզ համար գիտեք այդպես
ոչ սովորական վիճակ է, հա, ասենք դուք ավելի հակված եք, ավելի դանդաղ, ավելի փորձում եք հարցերը ավելի այդպես հղկել, գեղեցիկ ներկայացնել, հարաբերությունները կարգավորել եւ այլն, բայց այստեղ էներգիան լրիվ ուրիշ է եւ կարծես թե ձեզանից պահանջում է, որ դուք պետք է արագ այդ ամեն ինչ անեք, որին դուք սովոր չեք, ու այստեղ լարվածությունը դրա հաշվին մեծանում է, որ դուք ուզում եք ամեն ինչ գեղեցիկ հանգիստ բացատրել, անել, բայց հանկարծ այդպես ինչ որ այդ շտապողականությունը ամեն ինչ կարող է փչացնել, այնպես որ հարաբերություններում թե ընտանեկան, անձնական եւ թե գործնական պարզապես լինում ենք ուշադիր, սա կարող եմ խորհուրդ տալ եւ իհարկե մարտի 11-ին Յուպիտերը կմտնի ինքը գտնվում է խեցգետնի նշանում, կդառնա ուղընթաց, չի փոխում իր նշանը, ինքը կդառնա ուղընթաց, դա իհարկե շատ լավ է եւ լավ կլինի, եթե դուք լինելով կշեռք, ասենք այդտեղ շատ մոլորակամ ձեր ասցենդենտի նշանը կշեռքն է եւ այնտեղ ոչ մի մոլորակ չունեք, ավելի լավ կլինի, եթե ասենք այս դեպքում, եթե կարիճի նշանում, ձկան նշանում ունեք մոլորակներ, ցուլի նշանում կամ թեկուզ հենց կույսի նշանում, եթե ունեք մոլորակներ, այս դեպքում շատ ավելի լավ է ինքը դրսևորվում, հակառակ դեպքում դուք հնարավոր է, որ ձեր ապագայի ընտանիքի համար այստեղ որոշակի գումարներ ծախսեք, շատ հնարավոր է եւ իհարկե սպիտակ լուսինն է փոխելու իր նշանը մարտի 13-ից մինչեւ հոկտեմբերի 12-ը Սպիտակ լուսինը նորից կմտնի ձեր 12-րդ տուն, հետաքրքիր է այստեղ 12-րդ տունն է ձեզ մոտ ակտիվանում եւ գիտեք հնարավոր է որ նախ արտերկրի թեման ձեզ մոտ ակտիվ է եթե ոչ 26 թվականի երկրորդ կեսերին, ապա 27 թվականին ես կարծում եմ այդպես թեկուս տուրիստական, հա, կարելի ասել կարող եք մեկնել արտերկիր, հնարավոր է ընդմիշտ մեկնեք արտերկիր կամ այդպես այլ գործերով բիզնեսի կամ ուղղակի զբոսաշրջության նպատակով զբոսնելու, այլ մշակույթին ծանոթանալու եւ այլն ուսումնասիրելու դաշտ այնպես որ արխիվում սիրելի կշեռքներ ձեզ մոտ ուրեմն արտերկրի թեման ինքը ակտիվանալու է եւ դա արդեն ինքը հիմա սահմանավորվում է եւ ասացի դուք կամ երկրորդ կեսին ոմանց մոտ դա արդեն ձեր անձնական քարտեզով է պայմանավորված ոմանց մոտ էլ 27 թվականին եւ արխիվում է իհարկե դեռևս ձեր արտերկրի թեման բայց 27 թվականին շատերի մոտ դա կարող է ակտիվ լինել այո 27 թվականին մինչեւ համանուն դեպս 27 թվականի սեպտեմբեր, ասենք, օգոստոսի վերջ, այդ ժամանակահատվածը շատերը արտերկրի կապը կմեծանա, կամ սովորելու, կամ աշխատելու, կամ ընդմիշտ մեկնելու թեման ուրեմն կլինի ակտիվ սա ուրեմն այս թեմայով եւ հիմա մենք անցնենք առաջ եւ մարտի 19-ին տեղի կունենա նորալուսինը Հայաստանի ժամանակով առավոտյան 5:23:17 արևելուսինը կմիավորվեն 27 աստիճանում եւ դա կլինի ձկան նշանում ահա այստեղ նոր սկիզբ ոմանք ինչ որ նոր աշխատանք գիտեք Մերկուրին էլ հենց այդտեղ հետընթաց էր, որպեսզի դուք վերանայեք ձեր աշխատանքը, հնարավորությունները, միգուցե այնտեղ բիզնեսը ինչ որ վաճառելու կամ նոր բիզնես հիմնելու կամ փոխելու աշխատանքը շատ տարբեր այստեղ ծառայություններն են եւ նայած ով ինչ աշխատանք ունի բոլոր դեպքերում վերանայել այն եւ ինչ որ փոփոխություններ մտցնել միգուցե հենց փոխի կոնկրետ շատ կոնկրետ աշխատանքը փոխեն կամ ճյուղեր ընդլայնեն կամ վաճառեն եւ այլն շատ տարբեր ըստ անձնական քարտեզի տարբեր ձևով դա կարող է արտահայտվել ուրեմն եւ այդտեղ այդ ամենից հետո որովհետեւ 21-ին արդեն Մերկուրին դառնալու է ուղղընթաց եւ դրանից 1-2 օր հետո դուք արդեն կարող եք նոր սկիզբ դնել դա նոր աշխատանքի կամ
նոր բիզնեսի եւ այլն, հա, այստեղ նոր սկիզբ կարող է լինել, այնպես որ ճիշտ օգտագործեք Մերկուրիի հետ ընթացությունը, որպեսզի կարողանաք ճիշտ կողմնորոշվել եւ ճիշտ ուղղությամբ գնալ, հա, աշխատանքի հետ կապված կամ առողջության հետ կապված, որովհետեւ այս ժամանակահատվածում եթե դիմում եք իսկապես ասենք ձեր վիճակ այնպեսին է, որ անպայման պիտի դիմեք բժշկի, ինչ որ քայլեր արվեն, այս դեպքում եթե ձեզ չի գոհացնում ինչ որ մի բժշկի եզրակացությունը, ուրեմն դիմեք մեկ այլ բժշկի, որովհետև կարող են ուրեմն շփոթմունքներ լինել։ Ահա, մարտի 20-ին տեղի կունենա գարնանային գիշերը հավասարը ժամը Հայաստանի ժամանակով 18:45 արևը կմտնի խոյի նշանդա ձեր հանդիպակաց տունն է, նշանն է եւ այստեղ տեղի ունենում գարնանային գիշեր հավասարը շատ կարևոր իրադարձություն է, սիրելի կշերքներ եւ հաջորդ իսկ որ ասացի Մերկուրին է փոխելու իր նշանը, այնուհետև 30-ին արդեն Վեներան կփոխի իր նշանը, ձեր մոլորակը եւ ինքը կտեղավորվի ցոլի նշանում, դա ձեր ֆինանսների տունն է, այնպես որ ինքը կապահովի միանշանակ ձեր ֆինանսական հարցերը կապահովի նաեւ այդտեղ կարիճի տունն է, այնպես որ էլի ֆինանսներն են, ինքը այդ ամենը կանի ձեզ համար, իսկ դուք արդեն դուք կոնկրետ ձեզ համար պիտի անեք հետեւյալը, որ արևածագը դիմավորեք 7:08 րոպե տեղի ունենալու անպայման մարտի 21-ին ժամը առավոտյան 7:08 րոպե դիմավորեք արևածագը, դա ինչու դա կարևոր է, որ արևը ուրեմն մենք խոյ ենք եւ արևը մտնում է խոյի նշան, բացի դրանից ինքը պարզապես գտնվելու է բարձրակետում, իսկ դա շատ կարևոր է, որովհետեւ արևը ձեզ մոտ անկման մեջ է եւ ինքը շատ թույլ է, այս կերպ դուք նաեւ կարող եք ակտիվացնել ձեզ համար կարևոր է եւս որպեսզի դուք արևը դիմավորեք ձեր մեջ, ինքը կտա ձեզ առողջություն, կբերի առողջություն, հաջողություն եւ իհարկե ջերմություն, ամեն լավ բանը կարող է բերել ձեզ համար, դա շատ կարևոր է, ուրեմն ասացի, որտեղ արևը ձեզ մոտ անկման մեջ է։ Եվ իհարկե մենք երևի թե հենց արևով էլ կավարտենք, ես այդպես ուզում որ մենք արևածագով ավարտենք, որովհետև ինքը ունենք լուսնի ասացի ոչ լավ խավարում, որը կարող է վերաբերել ձեր առողջական վիճակին կամ աշխատանքին, նայած ինչ տարիքում, ինչ կարգավիճակում եւ այլն, եւ այդ ամեն ինչը կարծես թե դուք թոթափում եք դիմավորելով արևածագը, գարնանային գիշերը հավասարը եւ այդպես նոր սկիզբ, նրանք ովքեր ուրեմն նշում են ամանորը արդեն 20-ի գիշերը այդպես շատ սիմվոլիկ գեղեցկացնում եք ձեր սեղանը եւ այն ինչ որ սիրում եք դա թող լինի սեղանին եւ իհարկե անպայման դիմավորում եք առավոտյան էլ արևածագը եւ ամեն ինչ ընկնում է իր տեղը, ամեն ինչ շատ գեղեցիկ, ամեն ինչ շատ լավ, նրանք ովքեր ինձ լսում են այդ ամենը կանեն եւ հավատալով որ ամեն ինչ լավ է լինելու եւ ամեն ինչ լավ կլինի, ընդունեք արևը ձեր մեջ, իսկ ես էլ ավարտեմ կանխատեսումը, գրեք անպայման, ինչպես հաղթարեցիք դժվարությունները, ինչպես անցան բուժումները, արդյոք դա օգտակար եղավ եւ այլն իմ խորհուրդները, այնպես որ չմոռանաք լայքել եւ գրել ձեր տպավորությունների մասին, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս, այսքան առայժմ